Վրաստանի իշխանությունները շահագրգռված են Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության վերականգնմամբ և պատրաստ են համբերատար սպասել ամերիկյան կողմի նույնանման դիրքորոշմանը, հայտարարել է Վրաստանի վարչապետը։ Իրակլի Կոբախիձեի խոսքով ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների դեսպանությունն այն գլխավոր դերակատարներից էր, որը փորձում էր արհեստականորեն ատելություն սերմանել Վրաստանում և կեղծ տեղեկություններ տարածել։ Վրացական լրատվամիջոցների տվյալով ավելի վաղ Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը հերքել է դիվանագիտական առաքելությանն ուղղված մեղադրանքները և ընդգծել երկու երկրի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման հանձնառությունը։ Վրաստանի վարչապետը նշել է, որ դեսպանության այդ հայտարարությունն իր համար անհասկանալի է։ Կոբախիձեն նաև ընդգծել է, որ լավատես է վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերականգնման հարցում։ Մեր խնդիրն է մինչև 2029 թվականն ավարտել առաջին փուլի աշխատանքը և ընդունել առաջին նավերն Անակլիա խորջրյա նավահանգստում, հայտարարել է Իրակլի Կոբախիձեն, հավելել շինարարական աշխատանքներն առավելագույնս արագացվել են։ Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով Անակլիա նավահանգստի նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն կա, այդ թվում Վրաստանի միջազգային գործընկերների կողմից։ Դրանք մասնավորապես Կենտրոնական Ասիայի երկրներն են, մեր հարևան պետությունները, Մերձավոր Արևելքի երկրները, ինչպես նաև եվրոպական ընկերություններն ու Եվրոպայի պետությունները։ Համապատասխանաբար այս նավահանգիստը շատ մեծ հեռանկարներ ունի։ Մեր նպատակն է հնարավորինս արագ ավարտել շինարարության առաջին փուլը։ Կոբախիձեն տեղեկացրել է, որ աշխատանքը շարունակվում է առանց որևէ խոչընդոտի, ինչն ապագայի ծրագրերի նկատմամբ լավատեսություն է ներշնչում։ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ վերջին օրերին իրականացրած միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են 55 օտարերկրյա քաղաքացու։ Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն նրանց թվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Պակիստանի և այլ երկրների քաղաքացիներ։ Գործող օրենսդրության համաձայն նրանց մուտքը Վրաստան արգելվել է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդի հետ։ Կողմերը քննարկել են Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանն ափսոսանք է հայտնել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների կապակցությամբ։ Նրա խոսքով Անկարան ջանքեր է գործադրում կայուն խաղաղություն հաստատելու և կայունություն ապահովելու համար։ Նա նաև նշել է, որ Գազայում խաղաղության ծրագրի հաջողության համար անհրաժեշտ է, որ Իսրայելը նույնությամբ հետևի այդ ծրագրի երկրորդ փուլի ճանապարհային քարտեզին։ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան շատ ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Նաև լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան շարունակում են տեխնիկական խորհրդակցությունները Կարմիր ծովում Բաբ էլ-Մանդեբի նեղուցում և Ադենի ծոցում նավագնացության անվտանգության ապահովման համար բազմազգ ծովային պաշտպանական դաշինքի ստեղծման հարցի շուրջ։ Նշվում է, որ Անկարան դեռևս պաշտոնապես չի միացել նախաձեռնությանը, սակայն առանցքային ծովային երթուղիների և էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունը դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության իր գործընկեր Էդ Միլիբենդի հետ։ Ֆիդանը շնորհավորել է Միլիբենդին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Կողմերը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես Գազայի հատվածում, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումները և տարածաշրջանում պատերազմները դադարեցնելու քայլերը։ Գազայի հատվածում խաղաղ բնակիչների և բժշկական ենթակառուցվածքների վրա Իսրայելի վերջին հարձակումները գիտակցաբար սաբոտաժի են ենթարկում խաղաղության հասնելու բոլոր ջանքերն այն ժամանակահատվածում, երբ հրադադարի և կայուն խաղաղության հաստատման դիվանագիտական նախաձեռնությունները հույս են ներշնչում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեդդին Դուրանը։ Նրա պնդմամբ հարձակումները ցույց են տալիս, որ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը ձգտում է ոչ թե հակամարտության ավարտին, այլ դրա հետագա սրմանը։ Տարածաշրջանային կայունությանը սպառնացող այս ագրեսիվ քաղաքականությունը դադարեցնելու համար միջազգային հանրությունը պետք է ավելի արդյունավետ և սկզբունքային դիրքորոշում որդեգրի, նշել է Դուրանը, հավելել Թուրքիան կշարունակի պաշտպանել պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքները և աջակցել խաղաղության ջանքերին։
Միացյալ Նահանգները հակամարտում է Իրանի դեմ եւ այդ հակամարտությունը շատ լավ հանգուցալուծում կստանա, ինչպես Վենեսուելայի դեպքում, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Կարծում եմ գուցե ինչ-որ բանի հասնենք։ Ցանկանում եմ նրանց հնարավորություն տալ մինչև վերջնական գլխատումը։ Շատ բարդ է անել այն, ինչ պլանավորել ենք։ Կտեսնենք ինչ կլինի։ Ես կնախընտրեի խոշոր հարձակում չսկսել այդ երկրի դեմ։ ԱՄՆ նախագահը կրկնել է, Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ Թեհրանի հետ ուղիղ բանակցությունները շարունակվում են, թեև իրանական կողմը հերքում է այդ պնդումը։ Երեք պատրաստվում էինք նրանց շատ ուժեղ հարված հասցնել, ամենաուժեղը։ Սակայն այս պահին մենք բանակցում ենք եւ հենց Իրանի խնդրանքով։ Այդ գործընթացին աջակցում են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը եւ ուրիշներ։ Սպիտակ տան ղեկավարը նախազգուշացրել է, սա գործարքի գնալու Իրանի վերջին հնարավորությունն է։ Թրամփը նաեւ վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցն ամերիկյան ուժերի վերահսկողության տակ է եւ Վաշինգտոնը թույլ չի տա Թեհրանին վճար սահմանել նեղուցով նավերի անցման համար։ The New York Times-ն էլ գրել է, որ Իրանը եւ Օմանը մոտ են Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման շուրջ համաձայնությանը։ Թերթի տվյալով համաձայնագիրը ենթադրում է, որ Պարսից ծոց ուղևորվող նավերն անցնեն Իրանի կողմից վերահսկվող հատվածով երկրի ափերի մոտով։ Իսկ ծոցից դուրս եկող նավերն օգտագործեն Օմանի ափի երկայնքով երթուղին։ Մուսուլմանական պետությունները պետք է իրական միասնություն ցուցաբերեն, որպեսզի կանխեն Իսրայելի սադրիչ գործողությունները։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իբն Ռեզան։ Նա կոչ է արել մուսուլմանական երկրների անվտանգության միասնական համակարգ ձևավորել եւ ընդգծել, որ Մերձավոր Արևելքում անկայունության առանցքային գործոնը մնում է արտաքին ուժերի ներկայությունը։ Բանակցությունների շրջանակում կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանում առկա իրավիճակը, հրադադարի մասին համաձայնագրի իրականացման ընթացքը եւ Թեհրանի ու Անկարայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդման ուղիները։ Որքան ուժեղ ու անկախ լինեն նախկին Խորհրդային Միության երկրները, այնքան Ռուսաստանի համար դժվար կլինի վերադառնալ նրան, ինչն արդեն քանդվել է, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Այդ գլուխկոտրոկում առանցքային դեր է խաղում Ուկրաինան։ Պուտինն ուզում է կոտրել մեզ։ Եթե դա նրան հաջողվեր, ապա հետխորհրդային տարածքի մյուս երկրների հետ ավելի հեշտ կլիներ բոլոր պետությունների հանդեպ ողջ հարգանքով հանդերձ։ Բոլորը դա գիտեն եւ բարձր են գնահատում Ուկրաինայի ներդրումը։ Վոլոդիմիր Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան պետք է ամուր հարաբերություններ կառուցի անկախ Ադրբեջանի հետ։ Մենք աջակցում ենք ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ճիշտ այնպես, ինչպես այս տարի երկար տարիների դադարից հետո առաջին անգամ վերականգնեցինք կապերը Հայաստանի հետ։ Զելենսկին կարևորել է նման հարաբերությունների պահպանումը նաև հետխորհրդային այլ երկրների, այդ թվում Մոլդովայի հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով Բաքվում գտնվող Շվեյցարիայի արտաքին դաշնային դեպարտամենտի ղեկավար ԵԱՀԿ գործող նախագահ Ինացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում եւ դրա տարրերից մեկը TRIP նախագիծն է, որն ընդգրկվել է փաստաթղթում Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ։ Ջեյհուն Բայրամովը կարևորել է ուղիղ երկխոսության միջոցով Հայաստանի հետ խաղաղության օրակարգի հետագա առաջխաղացումը։ Կասիսն էլ ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը։ Նա կարծիք է հայտնել, որ կայուն խաղաղությունն արդեն հասանելի է։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է խաղաղության գործընթացը, անվտանգության եւ ականազերծման վերաբերյալ հարցեր։ Մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության ընդլայնման շուրջ։ Ընդգծվել է էներգետիկ ոլորտի դերը որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների առանցքային հենասյուներից մեկը։ Բարդույ Հարությունյան, հարևաններ։